Ararat Bank. Ուղղություն ընտրում ես դու Mastercard World Travel Card-ով։ Welcome to Armenia։ Ոչ էսկո ոչ եկում շուր տվեցինք Ձիկարացյան Մասլիկովի գլխին։ Վաղ քեզ չեմ ասել։ Ինչ անչից հետոյա։ Արա Ալիկ ջան, այդ Գուսմանը քեզ խի չի սիրում, հա երկուսա քեզ դրկի։ Ես լավ չես պրսնի։ Փոքր ժամանակ չի երազի նոր հայերին պոջի։ Միլան քո հետ է մնացել։ Կրասնոդարը։ Գրիշ։ Ատուկ մեր տղեկի համար, որ նայեք Մանթաշը հիմա կոբրայ անելու։ Ես շատ հոգևորված եմ, որովհետև իմ ամենասիրած նոր հայերի Գրիշա Գասպարյանը եւ Կարեն Մանթաշյանն են հենց այնպես։ Կարեն, բարի վերադարձ 25 տարի անց Կարեն է Հայաստանում է եւ հենց այնպես։ Շնորհակալություն, ես էլ եկել շատ կարոտել։ Շատ էինք կարոտել բոլորս։ Կարծում եմ մեզ հետևող մարդիկ նույնպես Գրիշ քեզ են։ Շնորհակալություն, որ ինձ հիշեցիք խոսք։ Ես հասել եմ Գրիշին է կարոտեմ, ասեմ։ 25 տարի Կարենը իրոք չէր եղել Հայաստանում, վերջապես վերադարձավ։ Ձեր տպավորությունները։ Ինչպես է մայրենի հողը, հայրենի։ Կոնկրետ ուզում հասկանամ ինչից է տպավորություն ուզում։ Ինչ։ Տպավորություն ինչից եք ուզում Հայաստանից թե 25 տարի չես եղել Երևանից լավ։ Շատ կարքին տեղ է։ Երևանը։ Մտածում ես հետ գալու մասին արդեն։ Չէ, ես մտածում գնալու հետ մասին։ Պրոստը ուղղակի շատ լավ տեղ է։ Հետ գնալու ես թե չէ։ Ես էլ էլի արդեն ինտերվյու եմ դարձել։ Չէ, ես Գնալու ես թե չէ։ Բացատրեմ քեզ ինչի, որտեղ դե այնտեղ իմ հողն ու տունն է արդեն 25 տարին դեղ եմ ապրել, ուզեմ չուզեմ պետք է գնամ, երկու տղեկս այնտեղ են ապրում։ Ահա։ Լավ, եկեք հետ գնանք 25 տարի առաջ ու հիշենք ոնց գնացիք Ամերիկա, որովհետև Ես 2001 Դու ես համալետով գնացի։ Տես հումորը չի փոխվել Կարենի, մնացել է 25 տարվա հին հումորը, լավ։ Գլենդելում եմ անավանդ ապրում, տենց օփշի։ 2001-ին ես ապրում էի Միացյալ Նահանգներում, եկան Լոսում, ավելի շուտ ոչ թե Միացյալ Նահանգներում, Գլենդելում, եկավ նոր հայերի համերգը եղավ 2001 թվականին, Կարենը եկավ ու մնաց։ Մնաց այ մինչև հիմա 25 տարի, լուրջ 25 տարի չէր եղել։ Ես 2003-ին վերադարձա, ինքը մնաց։ Դու ճիշտ կողմնորոշվեցիր։ Ես հա, Էդ էլ փաս չի։ հա, նի ֆակտ։ Ֆակտ։ 100%։ Բայց այսօրվա հաղորդումը սկսենք էլի այն էպիկ պատմություններով, որոնք հաստատ հավաքել եք ու հասցրել եք հավաքել նաև այդ Ամերիկայի առաջ 2-3 տարին, որ միասին եք սկսում։ Ամերիկայում հետաքրքիր է, որ մենք եկանք սկզբից որոշեցինք մենք TV կար, հայկական TV կար, Z Project, Հրանտը, Չորլյան, այսօր ինքը մեզ հետ չի, այդ ժամանակ հետաքրքիր հայկական ալիք էր բացել, որտեղ հավաքել էր բոլորիս։ Ես ու Մանթաշը վարում էինք հեռուստահաղորդում, որը կոչվում էր Zizi Busy։ Պրոստ, ուրեմն չէ։ Անունը չէի որոշ։ Չէ, ալիքը կոչվում էր Project Z։ Սա հաղորդումները Z-ի հետ կապ ուներ անվանումը։ Ու մենք Z Fashion կամ Z եսի ինչ բան, ու մենք Zizi Busy, որտեվ բառացի բան չէինք անում, նստում էինք երկուսով, ռեկ էինք տալի ու ինչից ուզում խոսում էինք։ Լավա չի պահպանվել ոչ մի։ Բայց ոչ մի մարդ բան չէր հասկանում մեր խոսածածից։ Մենք էլ։ Ես լուրջ եմ ասում։ Մենք էլ չենք հասկանում։ Ուղիղ եթեր էր, բայց։ Չէ, զապիս էր իհարկե, կեսա կտրտում էինք, գցում էինք միկրոֆոն։ Չէ, շատ կայֆ էր անցնում, շատ։ Բայց վերջում դու հասկանում ես, որ մարդիկ ոչ մի բան չեն հասկանում իրանց խոսածածից ու մեր խոսածածից։ Դրա համար լավ շուտ փակվեց այդ հաղորդումը։ Հիշում եմ Մանթաշին, որ նոր էր եկել Ամերիկա, մինիվեն էր քշում, հիշում ես սերի մինիվենը ու հայկական գերբ էր խփել sense բանի դռներ, ոնց որ դեսպանատան ավտոն։ Ոնց որ Հիշում ես այս չափի հայկական գերբը։ ոստիկանության ավտոն էր։ Հետո երբ փոխեցիր այդ։ Չփոխեցի, ծախեցի ուղակի։ Խփեցին, հիշում ես ավտոդ, որ գիշերով մոնտաժ էինք անում օֆիսում, եկե գմփ Նորթ Հոլիվուդում դուրս եկանք, տեսանք մեկը մտել էր ավտոյի մեջ։ Սաղ ավտո, փողոցում ավտոներ էին իր ավտոյի մեջ, մեկը գիշերը քնած մտել էր ավտոյի մեջ։ Total արեցիք այդ մեքենան եղբայր։ Փող աշխատեցինք մի թեթև։ Ինշուրանսի, մեջքները ցաված քնացիկ բժիշկի Տենց եկանք ստե հետ։ Տենց վերադարձ։ Հետ ժամացույցը այդ բանը ինշուրանսով է։ Եվ ոչ միայն ժամացույցը։ Թզբեխը։ Թզբեխը։ Նկատեցիր, հա, վերջը։ Ոնց է Գլենդելը գեղեցիկ ազդում Մանթաշի վրա։
Հեսա սկսեմ խոսալ սերիալից մանտաժ։ Չէ, եկեք հիշ։ Մանտաժ դու ամենավառ ներկայացուցիչներից էիր Նոր հայերի ու մենք ապրում էինք Նոր հայերի բոլոր ելույթներով։ Մի նկարի։ Չէ, գրիշ դու ես։ Սպասի, մի րոպե նորից ուրեմ, դավայ։ Գնաց։ Ես այս քրտինքի պա։ Դավայ չէ։ Իրա կադրը կտայի։ Կամ կրուպնի sense перебивка։ Նա դες կրուպնի, բայց ունենանք էլի։ Ունենանք էլի դες միշտ։ Լավ, եկեք հիշենք էլի Նոր հայերի ելույթներից, շրջագայություններից, որոնք չափից շատ էին այն թվերի համար։ Այն թվերի համար Զելենսկիից ինչու ոչ։ Զելենսկիից կարող ենք խոսել, եթե պետք է, չգիտեմ։ Նայ, այն ժամանակ հետաքրքիրը գիտես ինչ էր, երբ մենք սկսում էինք խաղալ, նոր էր սկսվում KVN-ը որպես շոու բիզնես, որպես շրջագայություններ, այսինքն կոմերցիոն համերգներ։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ մենք ասենք 96-ին խաղացինք, առաջի խաղը 2 խաղ խաղացինք ու գնացինք շրջագայությունների։ Այդ ամենահետաքրքիր ու ամենահիշվող պահերն է։ То есть այդ ամենաքաղցր եւ հետաքրքիր, այսինքն դու միշտ sense եմ նկարագրում, ես օրինակ իմ վրա ասեմ 21 տարեկան, գալիս ես մի հատ 20 քաղաք գծած է, գալիս ես մի հատ քաղաք, այլ մեզ բեմի վրա սախ Beatles-ը սկսում, դու ես գալի, եւ դռները, բանը ավտոները շուռ են տալի, բան, ավտոգրաֆները, բանը, գնացիր մյուս քաղաք, ու նույնը ու տենց 20 անգամ, ու փող ես համել ստանում դրա համար, то есть երջանկությունը, հիմա տես չի։ Ես վերադառնամ ձեր հարցին, Մանե ջան։ Այո, դուք ով ես խոսում։ Հա։ Քաթ։ Ես վերադառնամ ձեր հարցին, Մանե ջան։ Թվում մենակ ես փող ունեի, դրա համար ես տալիս էի հատուկ գրողներին, որ գրում էին իմ համար։ Դրա համար իմ մոտ ամեն ինչ ավելի լավ էր ստացվում, քան Հա, իհարկե, լավ շուտկե կսա։ Քան սրանցը մոտ։ Միլենիում պիրամիդը Խեոպսն, բան փող էր տալի մարդը։ Գարիկին, կոնկրետ Գարիկին փող էր տալի։ Դու գիտես ոնց դարավ սենց։ Մենք գիտենք դու ես այդ։ Չէ, դու գիտեիր ինքը ինչ ասում է, այդ ինքն է, այդ շատ է։ Ժամանակը չունեցա, որտեղ ես այդվա գազի բան ունեի։ Բայց ես քեզ ամենահետաքրքիր բանը ասեմ, տես հիշեցի, հիմա որ սկսում ենք խոսալ, տենց մարդկանց մոտ տպավորություն կար իրոք, որ ով ինչ խոսում էր, այդ ինքն է մտածել։ Կար ուրեմն հետաքրքիր մի համերգներից մեկի ժամանակ, դե մենք սենց էինք կանգնում, առաջի պրիվեստիանը սաստավը ալիկներ, ես, Մանթաշը, Տաշը, Գարիկը, սենց 5 հոգով կանգնում ենք ու ստացվել էր այնց որ ժյուրին էլ է տենց 5 հոգով նստած ու Գուսմանը ուղիղ ալիկի դիմաց էր։ Ու համերգներից մեկի ժամանակ որ գնում ենք ամեն քաղաքում հայ համայնքը դիմավորում է, արդեն խմել են բան, մեկը ասում է. «Արա Ալիկ ջան, այդ Գուսմանը քեզ խի չի սիրում, հայ երկուս է քեզ դրում»։ Գիտի անձամբ Ալիկին է դնում գնահատականը։ Լավ ժամանակներ շատ ֆանտաստիկ էր։ Պատմությունները ժյուրի անդամների հետ եղել են։ Եղել է ծիծաղալու, ոչ ծիծաղալու պատմություն եղել է 96 թվականի ֆինալներ, չէ, պոլուֆինալներ Դաղստանի հետ, մեծ դեկորացիա էինք հանում բեմ ու Մասլիկովի կողմից, որտեղ Մասլիկովը կանգնած էր, դե Մասլիկովը ամենավախենալու, ամենադժվար մարդն էր, այդ սաղ իմպերիայի մեջ, չէ, որ հանկարծ կողքով չանցնես սխալ, հանկարծ հայացքը չբռնի, то есть ամեն ինչ պետք է իդեալ լինի, մենք ոչ էսկով ոչ եկում շուռ տվեցինք դեկորացիան Մասլիկովի գլխին։ Իշում ես, հետևը իրա սենց ստենդ էր ու մենք մեծ ինչ որ մեկը լիմուզին էինք հանում բեմ դեկորացիա, ու սենց давай ձախ աչ, բանսից ու սենց այս սա, գմ այսպես եկու Մասլիկովը մի 20 վայրկյան սենց մնացել է դեկորացիայի տակ։ Հետո մեզ հրավիրել էին KVN-ի 55-ամյակին եւ Մասլիկովի ծնունդներ ու մենք գնացել էինք ելույթ ունենալու ու իր թիմը նկարահանման այդ սախ կադրերը ինչ որ չեղե, այդ կադրն էլ հետը բերել էր private ցույց տվել, ասենք դրանից խնդալու բան չկար, որ Մասլիկովը ի կոմանդա կվեն ու գլխին են գնում։ Բայց դուք հաղթեցիք։ Չէ, մենք պարտվեցինք։ Դրա պատճառով չէ, դրա պատճառով չէ։ 25 տարեկան էինք։ Չէ, բայց մեզ ընդհանրապես շատ սիրում էին։ Դե հո, Սաստավը ոչ թե մեզ սիրում էր մասնա, որ նայում էր, այլ աշխատող սաստավը դեղի։ Սա օպերատորները, սյոմոչնի խումբը, սա ներողաբար էին վերաբերվում ամեն ինչին, ինչ որ կատարում էր, որովհետև հասկանում ես ինչ արմա սրտով արվում, այդպես չի որ լեզվի հիմա մարդիկ ներողաբար բառն են մանգալի բաներում, սա, բայց ներողամիտ կարել է։ Ներողաբարը գիտես ինչ է։ Որն է։ Որ ներողություն բառերից համար։ Միանգամից ընդհանրացրել ես ներողաբար։ Ներողաբար։ Կամ բառը, որտեղ գնում ես քեզ ներում են, դες խմում ես բառը 50 լցրեք ներում եմ քեզ։ Ներողամիտ էլ ես, այո։ Ներողաբարված ենք։ Ներողաբար։ Քեզ էլ մի։
Սիրում էին Մասլիկովն էլ այդ թվում։ Մասլիկովն էլ այդ թվում Չէ, իրականում ես Մասլիկովի հետ իմ տղուս նկարները ունեմ, այտենց էլ խաբել ենք Մասլիկովին, որ տղուս անունը իր անունով ենք դրել։ Ալեքսա։ Ալեքսանդր։ Բայց իրականում ում անունով ես դրել, մեր Ալիկի անունով ես դրել, որտեվ խաղորն է։ Իրականում մեր Ալիկի անունով է դրել, հա։ Բայց իրան խապել եք իսկականից։ Իա, մոնտաժը գալիս էր մեր Ալեքսանդր։ Դու գիտես ոնց են կրել 96-ին։ Կենասներ էր ասում։ Я посвящаю этот тост Александру Васильевичу. Я назвал своего сына вашим именем. У финала Ну хотя бы что-нибудь, или? Ոչ թե կրեցինք նիչյա, լավ, ասեմ տրանս Զելենսկիենց է։ Նա ոնց էր իրան պահում։ Այս ժամանակ չգիտեինք ինչ անելու հետո, այտենց։ Ես համարը պահել եմ հետո։ 096 Հայկական համարներ։ Այսօր պարտվի պատժենք զանգից։ Զանգի հիշացրած, Լսի, այո։ տղա ջան։ Իսկ երկրպագուների հետ հետաքրքիր դեպքեր չեք հիշի։ Ես չեմ ուզում տես բան հիշեմ։ Կարենի, որտեվ Կարենի մոտ սաղ Ես բաժանված եմ կապված, սաղ իր աղջիկների հետ է կապված։ Մեր հետ եղել էր դեպք, իսկականից այդ բիտ։ Ինչ դրել ես ինչի՞։ Ուրիշ բան, ինչ վատ բան չեմ Լավ ասում։ բան է ասում։ Իրականությունը չեմ պատմում, հələ մանտեր սպասի։ Չէ, ամենահետաքրքիրը երկրպագուների հետ Երկրպագուհիների այս դեպքում։ ամենահետաքրքիրը Աղջիկների երկրպագուների մասին հետ եղել է, որ չեմ հիշում որ քաղաքում էր 96 թե 7 թվականներ, որ առաջինը գրիմորկայում որ մենք փոխվում ենք, առաջինը միշտ մենչն էր փոխվում, պատրաստ, արդեն, то есть մենք մտանք համերգը ավարտվեց, մենչը ուժ ասեց որ բան են, ինչ են անում հիմա ինտերնետում որ ասես շորը դնում են, ոնց է այդ կոչվում, ինչ որ անուն ունի, չէ՞ որ։ Հայ որ ասես շորը դնում են փոխվում, ասես մտնում էինք սենյակ, մենչը արդեն պատրաստ, որտեվ դուրս էր գալի, արդեն առաջի ստորագրությունները տալիս են։ Այդ անգամ մենչը չհասցրեց դուրս գա, որտեվ դուռը բացեց ու շատ մարդեր կանգնած։ Ու մենք այդ միակ դեպքն էր, որ չկարողացանք դուրս գային գրիմյորկայից, պատուհանից ենք փախել։ Երդվում եմ, դա եղել է պատուհանը, առաջի հարկում էր գրիմյորկը, պատուհանը բացել ենք, դուրս ենք եկել, ավտոբուսը բերել են դե, մտանք այդ ավտոբուսը, փախանք։ Թողես Կարտես բան։ Իսկ Ռազմինկայի հետաքրքիր հարցեր, որոնք դուրս են մնացել են մոնտաժված հաղորդումներից, որոնք մենք նայում էինք։ Բայց հաստատ Այդ երևի թե ամենաշատն է։ Որտեղ մենք ահա որ շատ գաղտնիքներ ունենք շոու անելու։ Հա։ Ու հասկանում ենք, որ պետք է շոու անես։ Ինչ էի կանում, պատմում եք էլի։ Ռազմինկաների ժամանակ լինում էր, ասենք դու 20 քաղաք ես գնում, առաջի մի քանի քաղաքում ռազմինկաների էքսպրոմպտեր էր լինում, շատ հետաքրքիր, որտեղ տեղում, ասենք լիքը բաներ, հետաքրքիր հարցեր էր ծնվում ու պատասխաններ տեղում։ Մենք ամենալավերը պահում էինք եւ մյուս համերգներին Հիմա կարելի է արդեն պատմել, հա, մեկ էլ դալիճից այդ նույն հարցը իբր առաջին անգամ տալիս էին ու մենք իբր հենց այդ րոպեին մտածեցինք։ Այդ Կարենն էր միշտ դուրս գալու։ Բայց դա հայկական բան է, դա նորմալ բան է։ Ինչ է։ Հա, բայց նորմալ է, սցենարով գրած է։ Лучшая импровизация, заранее заготовленная импровизация։ Конечно։ Բայց եղել է, չէ՞, ինչ որ պահի այդ իմպրովիզացիան։ Չէ, եղել է իսկականից Չէ, 90% եթե իմպրովիզացիա եղե ու լավը, դա մենակ իմն է։ Չէ, շատ հավես է։ Դա մենակ ես եմ արել, Բայց դու եր գրում, թե Գարիկը։ Չէ, ես եմ գրում, ինչ Գարիկ։ Էդ էլ է լեգենդ, որ մենակ Գարիկն էր գրում, այդ sense ասում։ Մենք բոլորս էինք, բոլորս չէ, բայց Չէ, մենք մեծ սաստավ մեծ սաստավ ունենք, 5 հոկանոց ավտոսկի սաստավ ունենք, որ գրում են, մենք էլ սաղս կպնում էինք ու գրում էինք։ Ու շատ մարդիկ մեզ հաճախ հարց են տալի ում եք վճարել, որ ձեր համար գրեն SM, բայց իրականում մենք անցկացնում ենք շատ անկում գիշերներ, իրականում եմ ասում։ Ամեն խաղից առաջ, ասենց ասեմ, ամեն խաղից առաջ վարձատրում էր, ասենք, մի բնակարան, գնում ենք ու այդ 3 ամիս, ասենք, խաղին պատրաստվելուց իսկականից պրոստը 24 ժամ իրար հետ ենք ապրում։ Ամենահետաքրքիր ժամը գալիս էր, ովքեր սցենարի կամ նման աշխատանքի հետ ունեն առնչություն, կասեն, որ գալիս է մի հատ ժամ, տես 12-ի 1-ի 2-ի կողմեր, որ արդեն քունը տանում է։ Այդ հենց անցար, սկսում է երկրորդ, վտարոյ դիխանին է սկսում ու սկսում է ստեղծագործական մարազմը, որից ծնվում է ամենահետաքրքիր նոմերները։ Ասենք եղել է, որ շաբաթներով չեն կարացել ինչ որ հետաքրքիր երգ գրենք, բանի երգը օրինակ, Գարիկը որ հելում էր, Իժը որ երգում էր գիտարով, հիշում ես այդ բարդի երգը որ երգում էր։ Դու ես գրել։ Սա դու ես գրել։ Այդ երգը գրվել է
ասենք մի շաբաթ չենք կարողանում եր գտնենք, մի գիշերվա մեջ մի ժամվա մեջ է գրվել դա։ Եկել է Հա, եկել է ու ասես մի ժամ գրել ենք։ Մուսան կամ մարազմը ինչպես Մուսան կամ մարազմը։ Ձեր ամենամյա շրջագայությունները, որոնք շարունակվում են մինչ օրս։ Այո, այդ հայտորի շա, այո։ Ամենամար, այո, տարբեր հետաքրքիր կղզիներ կամ երկրներ եք գնում նոր հայերով ու ինչ շատ է դուր գալիս այդ ձեր ավանդույթը, ինչ կհիշեք հետաքրքիր պատմություններ, որոնք կարելի է պատմել մեզ։ Վայ, ամենահետաքրքիր պատմություններից մեկը եղել է առաջի, հա, ուրեմն սկզբից մենք գնում ենք կրուիզներ։ Առաջի շրջագայությունը եղել է Արտուրի նախաձեռնություններ, ասես տղեկ։ Մենք միշտ առաջ ամեն տարի ինչ որտեղ գնում էինք, միշտ հավաքվում էինք փառատոնների, կավեների, ֆեստիվալների, բան, հետո որ կավենը պրծավ ու մենք ամեն մեկս մեր անձնական կյանքով ընտանիքներ, այդ վերջացավ։ Ասեց եկեք մենք այդ վերականգնենք, ես վերականգնում եմ այդ ամեն ինչը, մենք գնում ենք։ Պետք է ամեն տարի միտեղ գնանք։ Ոչ հեռախոս, ոչ մի բան, տնեցիկից, ոչ մեկից մարդ չի գալի, երեխեք, մենք, ուրիշ մարդ չի գալի։ Բոլորի կանայք մինչև հիմա չէին հավատում, որ լուրջ դուք մենակ տղեկով եք, հա, գնում, բան, երթվում եմ միշտ եղել է մենակ տղեկով, բացարձակապես իմաստը հենց դրա մեջ է, հա։ Չէ։ Այդ դուր ասում։ Բացարձակապես եղել ենք միայն մենք, որ իսկականից որ վերհիշենք հենց այն երջանիկ, այն տարիները, հա, որ մենք մեզնով ենք ու ասեմ նաև ինչի համար այդ ամեն ինչը արվում։ Թիվում տարբեր հումորի ուղղությունների ներկայացուցիչներ կան։ Մենչը մի առանձին ուղղություն է հումորի, որ բիտավոյ հումորի, ասենք բեմի վրա կարող է այդպես չերևա կամ ինչ որ նախաձեռնություններում, ինչ որ պրոյեկտներում կարող է չերևա, բայց երբ որ մենք մնում ենք մենակ, ասենք միկրոֆոնը միացնում ես, մենչը սկսում է ու պրոստել հնարավոր չի հասնել, ասենք այդ լեվելի, որտեղ անդադար ու այդ երջանկությունը, որ դու տարին մի անգամ վայելում ես ու մենակ դու գիտես, կա փակ թեմաներ, որը մենակ դու գիտես ու ոչ մեկի ականջի համար չի ու սկսվում է, բացվում է։ Այդ որ այդ մի կողմ առանձին մի հատ ուղղություն է հումորի ալիքը։ Այդ ֆուտուրիստիկ հումոր է, որը մենակ մերոնք են հասկանում, թե այդ ինչի մասին է խոսքը գնում։ Ընդ կար թեմա ինչ հիշեցիր։ Հիշելա։ Այսօր քեզ գրեցի։ Ալիքը, հա, անտանելի, չեմ կարող, չէ, անհնարի։ Ոչ իմ ու ժերտվաներ ալնում, ասենք ալիկը եթե ժերտվա է բռնում մի հատ, ես եղել եմ ալիկի ժերտվաներից, բացահայտումների, չեմ ասելու ոչ մի բան, ալիկին որ չկանչեք եթե հանկարծ որ ինքն չպատմի, ու տես թեմաներ ա, լիքը տարբեր, կա երաշտական երեկո, մեր մոտ օրինակ, այդ եղել է կղզիներում, նայք, սկզբից գնացել ենք կրուիզ, հետո գնացել ենք մի քանի անգամ գնացել ենք Մալդիվի մի հատ կղզի, ամենահետաքրքիր առաջի կղզին էր, որը absolutely private էր։ Փոքր, շատ փոքր կղզի էր։ Ինքը ֆորմատներ տենց։ Մի կամպանիա կարա լինի 2-ից մինչև 24 հոգի։ Այդքան մարդ կարա մնա կղզիում։ Երկրորդ կամպանիան չի կարա մնա։ Հիմա այդ կղզին չկա։ Գնել են, սարքել են մեծ ռիզորտ, բայց այդ ժամանակ 2009-եր թե 2008-ներ կար։ Ու դու փոքր կղզի վրա ես, ասենք 14 հոգի մենք ենք, մի 10 հոգի սպասարկող անձնակազմ, այդ էկվատորի այդ երկինքը աստղերով sense լիքը, ու մենք բերում ենք դինամիկներ ու սկսում ենք միացնել անենց երաժշտություն, որը որ մենք ասենք ուրիշտեղ չենք լսում։ Ասենք խորը, շատ խորը քյարթուտ, ինչ որ չես պատկերացնում։ Ու դրա ներկայացուցիչներից այդ ստենդափ Ջիպներում նոր հայեր։ Այդ եմ ասում, դա ոչ մի տեղ ոչ մեկ չգիտի, ասենք, ու Էդոն մեր Մելքոնյան, որը միշտ միացնում էր մեր ինքը կադրից դուրս է միշտ մնացել, ու հետո ինքը աշխատել է Comedy Club-ում նույն այդ ֆորմատի մեջ, որ ինքը այդ երաժշտությունները միացնում, հենց գալիս էր ժամանակը Էդոյի ստենդափներ, ասում էր, դե հիմա բռնվեք, ու հանում էր գիտես ինչ էր, ասենք, չգիտեմ, 89 թվականի Ալիկ Գյունաշյան Գյումրիում ինչ որ հարսանիքի ժամանակ երգած աուդիո կասետից ու սենց բաներ։ Հա, բայց դες բանել եղել է Տանզանիայում։ Այդ ես չէի եկել, այդ մեկը չէի եկել, պատմի։ Ես Աֆրիկա չեմ սիրում։ Գնացել ենք Տանզանիայում մի հատ տեղ հաց ուտելու։ Բրծավ պատմությունը։ Արա դրել ենք այդ քո ասած այդ մարզներից աշխատողները კი ասում կարակ մի քիչ դնենք որ վագարները չկան։ Վագարները չկան։ Հա, հենց սաֆարիում էիք։ Սաֆարիում ենք։ Որսս փաթաթված աջալներով բացած։ Ես չգնացի, մեկը ասի չեմ գալի։
խայտարակ սեղան դրած բան, բայց այն որ մարդիկ կայնած են մեր կողքները, ասма կողքները մարդիկ են կայնած, իրանք sense բան որ ամեն ինչ լավ է, բան, բայց իրանք կալաշնիկովներով, իրանք անհանգիստ ու կրակներով sense են անում, որ հանգած, պրոստը սավանայում նստած են, ասենք վագրը կարա գա, բայց իրանք տուրիստերին չեն ասում դրա մասին, то есть վագրը գալու է։ Այդ ապա բաներ լիք են կարել, ոնց որ բան չզգաս абսոլютно։ Բայց հետաքրքիր է շատ։ Ես եմ Տանզանիան, շատ Զանզիբարը Տանզանիան։ Իմ համար շատ տխուր էր, որ մենք մտանք, որ Ես այդ էի ուզում ասել, այդ էիք պատմում, որ պատմի аэроպորտից ճանապարհը։ Աերոպորտից ճանապարհը դեպի քաղաք։ Крайне нищета, տենց ռոզերեն ասում, հետո դու մտնում ես 7 աստղանի ռեզորտ, հետո ինչ սրտով է հանգստանաս։ Երեխեքը հավերի հետևից վազող, ասենց նայում ես ասում ես Ճանջերը։ հա, այս բանը ու դու գայս ես բան ռեզորտ ու սա լավ է։ Հա։ Դա կոնտրաստը շատ է։ Մյուս կողմից եղել է երջանիկ պայեսկեք, որ օրինակ ես չէի կարող, սա երջանիկ է եղել, բայց օրինակ կար բան, որ ես չէի կարող բաց թողել, դա Ճապոնիան էր։ Այդ ֆանտաստիկ է։ Ինչեր եք արևը կարող եք պատմել Ապա ես ու դու ոնց որ հիմա տուրիստական Տուրիստական ագենստվայի ներկայացուցիչ։ տուրիստական ագենստվայի անունից խոսάει։ Ֆրանկերից եմ ուզում պատմեք, ում գլխին ինչ եք արել։ Պրանկեր շատ են կարել։ Պրանկեր Պատկերացնում արենք, եմ։ օրինակ չեմ ուզում պատմեմ, պրոստը դա ծայրահեղ բաներ է։ Ինչու Էլի հետ գանք ոնց որ աջոմին, հա։ Ճամին վերադառ։ Զադանը պատմել էր, այն որ նավի վրա չէ։ Էդ էի ուզում պատմեի, Զադոյանը պատմեց, հա։ Հա, ուրիշ։ Զադոյանը չի պատմել, շատ խնդալու պատմություն էր, որ Զադոյանը 1-2 անգամ է եկել, որտեվ ինքը ավիաֆոբիա ունի։ Մենք շատ ունենք, սաղս այնքան ենք թռել, ունենք, դե գարիկը չի թռնում ընդհանրապես։ Ու Զադոյանին հազիվ ենք համոզում, որ արի թռի, շատ լավ, արա Մալդիվի դու գիժես, արի ելե գնում ենք Մալդիվի, արի լավ գալիս են բան, հացանը, բան, լավ համոզել են, բան դեղերով բան, չգիտեմ, սկորով եկել է։ Հաստատ նորմալ կթռնենք, ասում ենք հազադուանք թռնենք։ Դե սենց է, Դուբայից պետք է թռնենք միանգամից Մալե։ Այդ ժամանակ, երբ որ Զադոյանն է մեր հետ, Դուբայից թռնում ենք Պաչիմուտը Շրի Լանկա, օթում են մեզ ասում, որ մենք հիմա կիջնենք Շրի Լանկա, անձրև է գալի անտանելի։ Ու Շրի Լանկայում հա ասում են շեղլերը շրջաթանը բան մի գտոբա իջնում ենք հեսա պասատկենա բան սենց գալիս է ինքնաթիռը սաղ սենց բռնված որ հեսա արդեն իջնում է ու այդ սովետական ապուշ հիմար բան կա չէ սովորություն կա որ ծափ ընտր կստացի տիպ սովետական բան է Պաչիմուտը ոչ միտեղ ես նո ոչ միտեղ չէ բայց շատ տեղեր քիչ են չէ Յուգոսլավիա չկա Յուգոսլավիա Չեխիա Չեխոսլովակիա ոչ արդեն պատրաստվում են որ հեսա արդեն պետք է ծափտակ մենք նորից թռավ ու տենց 7 անգամ կայծակ չի կարողանում իջնի։ Ու Զադոյանը ասեց հանճարեղ բան։ Այդ ժամանակ երրորդ պասատկեն որ արդեն չեն կարողանում, ասում եմ ինչև է, ասում եմ ես հանգիստ էի, բայց ասում եմ ես ու եղբայրս Մոյսը համար ասա նստած ենք տարբեր ջադերում, ասենց այս ասում եմ ես չէի վախում, ասում եմ ինչև եմ պահ որ տեսա Գրիշը գնաց նստեց աղբոր կողք։ Ասում այդ ժամանակից սկսի անհանգստանալ։ Ուրեմն մի բան են չի։ Շատ խնդալու։ Ոչմ, հետո այդ Զադոյանը եկավ իջավ, ասաց ես էլ կյանքում չեմ, ապե պետք չի ինձ այդ ամեն ինչը, ես չեմ գալի։ Բայց էլի եկավ։ Չէ, չեկավ։ Մի անգամ էլ եկավ ու սա, ինչա Չէ, դրանից հետո շատ լավ անց է։ որ Զադոյանը չի եկել։ Ո՞մ կյանքն եք ամենաշատը կերել։ Ծյոմից բացի։ Մենք սաղս իրար կյանք ուտում ենք։ Հա, մենք դե սպეციფიկ։ Դա այն ֆորմատն է, որ դե սաղ իրար մասին ամեն ինչ։ Մենք շատ հարազատ ենք իրար, իրականում մենք շատ հարազատ ենք իրար։ Մենք մի հատ հատկություն ունենք, մենք չենք նեղանում իրարից երբեք։ Գելուր նեղանանք այդ ամեն ինչից հետո այդքանից հետո։ Ընդհանրապես, որտեղ մենք հասկանում ենք, որ ինչ որ դու ասում ես, օրինակ Գրիշը իմ մասին որ հումոր անում, չէ՞, ես էդի այնքան հարազատ եմ ընդունում։ Կյանքում իմ մտքով չանցնի որ կարող է չէ, պրոստը փող է պետք իրանից, դրա համար հիմա ասենց մի հատ բան եմ անում, էլի։ Տենակ ինչքան կտա։ 20000 դրամից է սկսում ամեն ինչը։ 20000 դրամ կտաս։ Ժամը։ Ժամ։ Կյանքը քեզ բերեց այդ էլ, սա։ Մեծ տարիքում։ Welcome to Armenia։ Ուրիշ բան չեք հիշի պատմությունների Կհիշենք ընթացքում կհիշենք։ Խաղեր խաղանք։ Արի խաղեր որ խաղանք։ Կհիշես։ 7:30-ից բան չկա։ Ինչ 7:30-ից։ Պատմություններ։ Ոնտոշ չկար։ Քեզնից։ Չէ, քեզ պատմիչ կապ։ Մենչի էդի բլեֆերից բան։ Միրը դուք ո՞րն էիք անում որ։ Մենք անում էինք բլեֆը ես ու մենչը, հետո անում Բլեֆից ենք։ պատմի։ Բլեֆից պատմի։ Բլեֆից բան չունեմ պատմելու, ունեմ պատմելու են, որ ես նոր գնացի Ամերիկա ու մենչ եկավ ասեց դու տեղյակ ես TikTok-ում բլեֆը այն հին։ Հա։ Շատ հետաքրքրում է մարդկանց։ Արի նորից սկսենք։
ու ես ասել եմ, արի մտածենք դրա մասին, ու ինքն էլ ասել, արի մտածենք, так что շատ շուտով կարող է, հələ մտածենք, ես դնենք եթեր թե չէ, բայց շատ հնարավոր է, որ նորից բոլոր աստղերը սկսեն մտածեն ուր գնան, որ զանգին պատասխանեն։ Հիշեք։ 7.5-ից չես հիշի։ 7.5-ից շատ խնդալու պատմություն ա եղել։ Շատ խնդալու պատմություն կար 7.5-ի ժամանակ։ Մի հատ համար էր, որ ես չեմ հիշում, ինչ որ Ֆրանսիայի ինչ որ դեսպանի հետ էր կապված, թե ինչ որ ազնավուրի հետ էր կապված ու ես ինչ որ Короче, մի հատ պահ էր գալի, որ հովոն դուրս էր գալի բեմ, թե տղեկից մեկը, թե Հայկոն, ու մի հատ նկար, վիզիտկա էր ինձ ցույց տալի։ Ամեն անգամ, то есть ինչ որ բան էր ասում, ու ասենք 45 ներկայացում խաղացել ենք, Սունդուկյանում բերում են այդ բանը, սա էլ իմ բանը, այցեքարտը։ Ու այդ այցեքարտը տալիս է, ստից ինչ որ բան էր, ինչ որ թղթիկ էր միշտ։ Ուրեմն նախավերջիններ, թե վերջիններ, տղեկը խորացել են, գնացել են, աղբորս խաբել են, մտել են, ասել են գնա տնից գտի մի հատ ֆոտո, բերել են տատուս ֆոտոն, Թամարի ֆոտոն, որը Թաթուլ Ալթունյանի պարային բանում ապարել է, այսպես կոպեկներով սենց պարային շորը, որ ասեն ես վերջի անգամ տեսել եմ 8 տարեկանում 7 տարեկան, խաբը այդ նկարը վերցրել են, ու այդ ժամանակ ներկայացման ժամանակ, որ ուր է ձեր այցեքարտը ցույց տվեք, հեսա ու տալիս են տատուս այդ նկարը, ապա գիտես ինչ էր կատարում, то есть ստոպ էր, լրիվ ասենք մի 10 րոպե հետ չէի գալի այդ ամեն ինչից։ Դի 7.5-ի ժամանակն է։ Հացի ծաղում էիր բեմին։ Չէի կարողանում կայ, պրոստը արդեն սաղին պատմեցի ինչ եղավ, ասի ստոպ, այ հիմա Ժողովուրդ ջան, էս բան եղավ։ Շատ խնդալու։ Այսպես բաններ հիշի հավես։ Կհիշեմ։ Բայց քանի հիշել ենք 7.5-ը խաղանք թե, ու ես քեզ 7.5 հետ կապված հարց ունեմ։ Դավայ։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկեր Արարատ բանկը Mastercard-ի հետ համատեղ սկսում է նոր ակցիա։ Ուղղությունը ընտրում ես դու։ Եթե դուք Mastercard World Travel քարտաբան եք, ապա ակցիայի մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 31-ը իրականացրեք առնվազն 10 անկանխիկ գործարք Mastercard World Travel քարտով։ Յուրաքանչյուր 10 անկանխիկ գործարքի համար ստացեք ակցիայի մասնակցության 1 կտրոն եւ հնարավորություն շահելու 5 ուղևորության փաթեթներից մեկը նախատեսված 2 հոգու համար։ Իսկ եթե Mastercard World Travel քարտապան չեք, ապա շտապեք եւ ձեռք բերեք, որովհետեւ այս անգամ ուղղությունն ընտրելու եք դուք։ Ճանապարհորդեք աշխարհով մեկ Արարատ բանկի հետ։ 7.5 հայտնի շոուի շարունակությունն է, այսինքն այդ կազմից պետք է ընտրես մեկին, ում հետ կանես նոր ներկայացում 1.5։ 1.5, 2-ով պետք է անենք։ 1.5 1.5 հովոնա։ Արմեն Վարդանյանին կընտրես, թե Արտյոմ Մարկոսյան։ Արտյոմ Մարկոսյան։ Արտյոմ։ Մի անգամից ասեմ, թե ոչ մեկ չնեղանա, էլի, հայ մեկանից ասեմ։ Իվանենք, Արտյոմ թե Ռաֆո։ Արտյոմ։ Արտյոմ թե Հովո։ Հովո։ Հովո թե Հայկո։ Հայկո։ Հայկո թե Մկո։ Մկո։ Եվ վերջին հարցը Մկո թե Մենչ։ Եթե ներկայացում արվեր, մեջը թո չնեղանա Մկո։ Մկո, դու Մկո։ Հա։ Բայց 7.5-ը շարունակություն է ուզում։ 7.5-ը հետո եղավ, 7.5-ը երկրորդը եղավ։ Հա, բայց գիտես ինչ, հետաքրքիր միտ կար այն ժամանակ 7.5-ը երբ անում էինք, մենք մի քիչ սխալ ճանապարհով գնացինք, բանի պրոդյուսերսկի սխալ ճանապարհով։ Մենք ամբողջությամբ երկրորդ տարին փոխեցինք ներկայացումը, սարքեցինք 7.5-2, լրիվ նորը, բայց հետո եղավ կարծիքներ ու ճիշտ է ետել, որ պետք է մնար 7.5-ի առաջինի լավագույն համարները, որոշ բաներ դուրս գային եւ ավելացվեր նոր համար, ու տենց ինքը հետո ապրեր, որտեվ լիքը շատ լավ համարներ կար 7.5-ում, որը մի տարի հետո, ասենք 45 ներկայացում եղավ մարդիկ տեսան ու հետո էլ չտեսան, բայց կար հետո, որ մենք գնացինք Միացյալ Նահանգներ 7.5-ից եւ 7.5-2-ից հավաքական այդ ամենալավ համերն, ամենալավ համերն։ Էդ է նկարվել։ Այդ նկարվել է, չի նկարվել, եղել է բան, ռեպորտաժ է եղել, Միացյալ Նահանգներում է եղել մի անգամ դա ու տենց կորե գնացել է։ Իսկ այդ կազմով պատմություն չես հիշում։ Այդ կազմով պատմություն։ Ես ֆոլդերներ եմ տալի, ֆայլեր եմ տալիս, որ բացես մի բան գտնես։ Կազմով պատմություն եղել էր, որ մենք թռնում էինք Միացյալ Նահանգներ համերգների ու Արտյոմ Մարկոսյան չէր ուզում համաձայնվել նրա հետ, որ ինքնաթիռում եւ այրապորտում Լոնդոնի չի կարելի ծխել։ Ինքը գորգռում էր սաղի վրա, ինքը ձևեր էր գտել, ինչ որ լայվ խակեր էր գտել, որ կարելի է գնալ զուգարան ադյալով ծածկվել, ծխել, հա, իրան բռնել էին, ինքը ասում էր ես դեմ եմ, I am smoker, մասս բաներ ասում։ Հետո Լոնդոնում մեզ բռնել էին, ուզում էին մյուս ռեյսին չթողեին դրա համար, վերջում հասել, հա, ծխելու համար։ Կարեն։ Քո հարցը այլ է բնականաբար։ Հա, նենց ազգանուններ դու որ իմանամ։ Հա, որ հիշես։
Հաջորդ տարի չգիտեմ ուր եք որոշել մեկնել ամռանը։ Դեռ չգիտեմ։ Մեր որոշումով։ Այդ մեր որոշումը չի։ Ուր որոշեք Անցյալ տարի մեկնել։ Մարոկո ենք։ Հա, նրանցից միայն մեկին կարող եք տանել ձեզ հետ։ Դու եւ Արթուրը Ջանիբեկյան։ Որտեւ պալյուբոմ Արթուրը գալիս է։ Արթուրն է տանում քեզ եւ ինչ որ մեկ է։ Արման Սաղաթելյան թե Ալիկ Մնացականյան։ Ալի Մնացականյան։ Որտեւ խավորն է։ Ալիկը միշտ հաղթել է։ Միշտ հաղթել է դրա համար եմ ասում իզուր ես դրել։ Լավ, ուրիշ այլ կերպ սկսենք։ Արման Սաղաթելյան թե Արտյոմ Հակոբյան։ Արտյոմ Հակոբյան։ Սգոից մի անգամից։ Շո։ Արտյոմ Հակոբյան թե Արտակ Գասպարյան։ Արտակ Գասպարյան։ Արտակ Գասպարյան թե Վարդան Զադոյան։ Արտակ Գասպարյան։ Արտակ Գասպարյան թե Տաշ։ Արտակ Գասպարյան։ Արտակ Գասպարյան թե Գարիկ Մարտիրոսյան։ Արտակ Գասպարյան։ Արտակ Գասպարյան թե Մենչ։ Ուզում եմ հիշի մենջ ով է։ Չի Արտակ Գասպարյան թե Մենչ։ Չի կարում, չի երիկում։ Այդ դեպքում Մկո։ Սկաչ Այդ դեպքում Մկո։ Մկո։ Մենչ։ Լավ, Մենչ թե Գրիգոր Գասպարյան։ Գրիշան։ Մենչ։ Ինչ օրոք Ուրացող, իհարկե։ Պապի սերիալ։ Սա տեսեք Մանտաժի սերիալը ATV-ով։ Անում լսում Սերիալը։ Շես պատկերացնում, գիտես ոնց։ Կրիմինալ սերիալով, Գրիգոր Գասպարյան։ Կրիմինալ, այս թզբեխը իմիջարոց ռեկվիզիտ է, այս Իրանը չի հետնաբեր է։ Լավ, եւ վերջին հարցը, որ անհարմար դրության մեջ։ Գրիգոր Գասպարյան թե Ալիկ Մնացականյան, Ալիկ Ալիկ Մնացականյան։ Մնացականյան։ Գրիշա թե Ալիկ։ Գրիշը։ Չէ, Ալիկը հաստատ Ալիկ։ Գրիշը։ 100% գրիշը։ Ուզում եմ կյանքում սերիալից Չէ, ես իրա տեղը պատասխան, չէ, սերիալը մի կողմ, Գրիշը, իրա տեղը գրիշը։ պատասխանեմ Ալեքսանդրը Մնացականյան, նախ Ալիկի հետ իրանք սկսել են, մինչև մենք բոլորս դարել ենք մի կավենի թիմ, Հա։ ինքն ու Ալիկը խաղում էին ուրիշ կավենի թիմում, Պոլիտեխնիկի, Երևանի լիգա է եղել, Հայաստանի լիգա է եղել առաջի կավենի 93 թվականին, մենք բոլորս խաղում ենք տարբեր թիմերում։ Դու որ թիմից էի։ Ես, Մենչը, Սաղաթելյան Արմանը, Արթուրը Ջանիբեկյան, Գարիկը Մարտիրոսյան, Արմանը, Արա ես քիչ ձեր թեմը։ այսինքն հիմնական կաստյակը կոչվում էր այդ ժամանակ ջենտլմենի ուդաչի։ Մենք ամենաթույլ թիմն էինք սեզոնի սկզբում, հաղթել ենք բոլորին վերջում ու մեզ տարան Սոչի ֆեստիվալի։ Իրանք ամենապրադվինուտի թիմն էին, Պոլիտեխնիկի Երևանի։ Միակ բանն է, որ ես ասել եմ Ինչ։ Գրիշը Գասպարյան, տես ոնց է հիմա Ինչ, բայց ես տեստ, ընդհակառակը լավ բաներ եմ ասում, ամենապրադվինուտի թիմն էիք դուք, Պոլիտեխնիկի թիմն էին։ Սաղին։ Հա, բայց չեսնը, շատ չեսնը կրել են։ Իրանց է։ Ու վերջում հետո իրանք Այդ իրանք դրեցին քեզ։ Հա, իրանք հետո Ալիկը եւ Մանթաշը եւ եկան մեծ։ Գողացակ Մենք դրա։ պրոստը փողի հոտ առանք Առաջարկ արեցինք եկան։ Շատ թույն։ Շարժվում ենք առաջ ու խաղում ենք ուրիշ խաղ։ Մինչ կսկսենք հաջորդ փուլը, հիշեցնեմ, որ մեր գործընկերն է Ital Solar-ը, որը այս անգամ նույնպես ունի հրաշալի առաջարկ։ Մինչև դեկտեմբերի 30-ը Ital Solar-ից ձեռք բերելով 10 եւ ավելի կիլովատ հզորությամբ արևային կայան, ստացիր նվեր Երևան City 200,000 դրամի նվեր քարտ։ Մի վճարիր թե հոսանքի դիմաց, թե ամանորյա սեղանի։ Զանգահարեք 8128 եւ ստացեք անվճար խորհրդատվություն եւ նախագիծ։ Ital Solar։ Որն է ձեր ամենասիրելի երգը։ Ես սիրում եմ շատ է։ Ամեն դեպքում, Որը։ ամեն ինչը։ Ես պարադոքս է, այնպես չի որ չեմ հիմա գտել պատասխան, բայց այն ինչ որ ասում եմ Մանթաշը, ես աբսոլյուտնը ասում եմ այո, որտեվ այն օրը աղջիկս 16 տարեկան եկել ես ասում, պապա դու գիտես շատ է։ Դու գիտես ոնց նայեց է որ Բալիկ ջան։ Դու ով ես։ Հա, Բալիկ ջան, Երևանում երբ որ շատ է, խոսքի մեր տարիքում, խոսքի 16, 18, 20 տարեկանում շատ էին լսում։ Շատ է միանշանակ։ Ես ընդհանրապես մի բան ասեմ, որ ինձ հասնում են ինչ մուզիկա է սիրում, իմ համար առաջի պատասխանը լավ։ Կարևոր չի ինչա։ Ես անկեղծ ասեմ, որ նա իմ էլի չեմ կարող ասեմ, որ դա է եւ վերջ։ Բայց այն որտեղ ես լիքը էմոցիա եմ զգում ու այդ տենց հիմա պոպուլիզմ չի ու ստից պատրիոտիզմի, իսկականից դա են որ սա երազիմ երկիր հայրենի, այ չկա իմ համար, այդ սա տենց բոլոր տենց կլետկեկ ատոմները սա աշխատում է այդ ժամանակ, ես զգում եմ այդ երկը, то есть իմ համար, որ ասում ես, հա
դա չի միակը, բայց դա որ ասում ես հիշի, այ ես սաղ էմոցիաները ապրում եմ այդ Դες ժամանակ։ կտար։ Այդ իսկականից է։ Սիրելի հայ երգիչ։ Պատասխանը սենց է, առաջի, երկրորդ եւ երրորդ տեղը դա շատ սուբյեկտիվ է, իմ համար Հայկո։ Աբսոլյուտնա Հայկո։ Ու այդ գնալով ինչքան հերվանում ենք իրենից, իր մեր հետ լինելուց, այնքան ես ամեն անգամ բռնում եմ ինձ նրա վրա, որ հայո Հայկո, այո Հայկո, այո Հայկո, ու գնալով ես վստահ եմ, որ մյուս սերունդները հասկանալու են։ Միգուցե մեր սերունդը այդքան չգնահատեց իրան այս ժամանակ, բայց ես վստահ եմ, որ տարիներ անց հասկանալու են, թե ինքը ինչ մեծություն է եղել։ Աբսոլյուտ։ Այդ ոչ միայն նրա համար եմ ասում, որ ինքը մեր ընկերն է եղել եւ մեր հետ է, բայց ինքը շատ մեծ երգիչ է։ Նոմար է Հայկոն իդեալ է։ Իսկ սիրելի հայ երգչուհի։ Նայած ինչ հակնի այդ օրը։ Այսօր։ Այսօր տենանք ինչով է դուրս գալիս։ Չունես սիրելի հայ երգչուհի։ Ես շատ եմ հավանում Կամիլ Ֆրենզի երգչուհուն, սալիստային։ Ես հաշվում շատ իդեալական է նախ իրանց գործը, ընդհանրապես ես շատ եմ հավանում, չգիտեմ։ Դու Գրիշ։ Ինձ դուր է գալի որպես երգչուհի Իվետ Ամոկուչյանը։ Բալիսը Մարկոսյանը։ Մի հորինի։ Այդպես բաներ Անկապած։ Իհարկե։ Որն է ձեր ամենասիրելի ֆիլմը։ Իմ համար ամենասիրելի իմ ֆիլմերից մեկն է Տարանտինոյի Inglourious Basterds եւ նաեւ հետո մյուսը իրա Django-ն, որովհետեւ ավելի շատ ես այդ երկու ֆիլմը սիրում եմ Քրիստոֆ Վալցի համար, որովհետեւ իմ համար բացահայտում էր որպես դերասան, բայց լրիվ ուրիշ մի հատ տիեզերք բացվեց Քրիստոֆ Վալցի հետ կապված, դրա համար եմ սիրում։ Իսկ հայկականների։ Հայկականներից ես ինչ ֆիլմ։ Այո։ Հայկականներից ես չէ, հիմա կռիվ կսկսվի։ Հայկականներից շատ եմ սիրում Մալյանի Մենք ենք մեր սարերը եւ Եռանկյունին, շատ եմ սիրում, պրոստո։ Դրա համար հարցեցի հիմա կա։ Չէ, հիմա Դա ասած։ Բա, օծությունը приходит։ Օծություն приходит незаметно։ Դու չես կարա ասես 1-2 անուն։ Իմ օրինակ Inception-ն է ամենահզորներից։ The Django-ն, of course։ Ես հիմա այս վերջերս շատ եմ նկարում շատ լավ սերիալներ։ Այո, այդ արդեն The Queen-ի պես, Peaky Blinders-ի պես շատ հզոր բաներ կա, որոնք չես հոգնում 4-5 սեզոն նայելուց, չես հոգնում ուղղակի, որտեվ համ սցենարն է շատ ուժեղ, համ շատ կոմպակտ է սարքած, ձգած չի, casting-ը արածա իդեալական ուղղակի, չեմ ասում դե production-ի, հասկանում ես, մարդիկ փող ունեն, անում են, բայց մենակ փող ունենալը չի, ճաշակն է։ Իմ համար օրինակ եթե խոսում ենք սերիալներից, իհարկե որպես ժամանցային սերիալներ ես կնայեմ մի քանի սեզոնանոց սերիալներ, բայց օրինակ մի սեզոնանոց մինի սերիալ կոչվողները, օրինակ անցյալ տարի էր Disclaimer-ը, ֆանտաստիկ, ասենք սերիալ էր, որը տենց ունի սկիզբ եւ ավարտ։ Ինքը ֆիլմ է, բայց երկար, 6-7 սերիա։ Դու նայեցի True Detective-ը։ Հա, True Detective-ը նայեցի։ 3 սեզոն Հա? Բայց էլ եմ ասում, ամեն սերիալ չի, որ դու երկար տենց կարող ես նայել, ասենք, կա հաջողված սերիալներ, որ առաջի սեզոնը նայում ես, ասում ես վերջ, մինչև վերջ նայում, երկրորդը սկսում է ու տենց, ֆանտաստիկ էր The Studio-ն, որը ստացավ մրցանակները սաղ տարավ այս տարվա, Սեթ Ռոգենը, ֆանտաստիկ, ու գնացել ես վերջերս գնացել էի Լոս, աղջկաս տարել էի, քանի որ ինքը հետաքրքրում է դրանով, գնացել էինք Նյու Յորք Ֆիլմ Ակադեմիի Բրբանկի մասնաճյուղը տուր էինք կազմակերպել, որ ինքը 2 տարուց արդեն պատրաստում է ռեժիսոր դառնալ, այն ինչ որ ես այդ կրթությունը չեմ ստացել, չունեինք այդ հնարավորություն, տարել եմ, չեմ ուզում նրան վերաբերվեմ, որ ես իմ երազանքը տենց ստիպում եմ ինքը գնա, բայց ինքը ուզում է այդ ամենը։ Ու գնացել էինք, բացի նրանից, որը տեգված դռների օրեր տուր տարան, բացատրեցին թե այդ ինստիտուտը ինչ էր բան, ու ես այս ամեն քայլի վրա ասում էի կարելի է ես գամ սովորեմ բան, ասում եմ 50 տարեկան եմ հեսա դառնում բան, ասում էին հա պրոբլեմ չկա, կարաս գաս բան։ Ու կողքը Warner Brothers-ն էր, ու հենց այն պավիլյոնները են կլասիկ, որ Warner Brothers-ից հաստատվում են գարաժները, այդ ստուդիոները, որ երևում է, դե ստուդիոնը թե էին նկարել, ու թարմ այդ տպավորությունը դեռ մնացել է շատ լավն էր։
Լավ, ով է եղել ձեր առաջին celebrity crush-ը։ Ներողություն եմ խնդրում, Մանա ջան, չեմ ունեցել։ Լավ, կներենք, իսկ դու Գրիշ, եղիր ավելի ազնիվ։ Միգուցե դու ես ունեցել կիսվի հետո։ Ես կարամ ուրիշ ձև ասենք կին, որը որ եղել է հայտնի, չգիտեմ, շոու բիզնեսից կամ ֆիլմերից կամ երաժշտական ինչ-որ աշխարհից, ֆիլմերից ավելի շուտ Նատալի Պորտման։ Ու ֆանտաստիկ, չեմ կարող ասել, որ գեղեցկուի, բայց ֆանտաստիկ աստղով ու մտուրման։ Իմ համար պրոստը տենց էլի Տարանտինոյի գիծն է իհարկե շարունակվում։ Այդպես։ Okay։ Երաժշտություն ինչ application-ով եք լսում։ Ես Spotify-ով։ Ես եմ Spotify։ Կարող եք ասել, SoundCloud-ով էլ, որ երկն եք վերջինը ավելացրել Spotify-ում։ Օ։ Արեք բացեք նայեք։ Game of Ստատի Thrones-ի արի ես ուրիշ տրեյլերները, բան սա։ ասեմ։ Որը։ Ես- Game of Thrones-ի տրեյլերները, Հա։ Ամբողջ ալբոմը։ ամբողջ ալբոմը։ Ես կարամ ասեմ ինչև Բուդապեշտը, Հոթել Բուդապեշտը։ Հոթել Բուդապեշտը։ Խայտարակ սիրուն, խայտարակ սիրուն։ Սիրում ես ֆիլմերի, ֆիլմ։ Իհարկե։ Իմ մոտ սենց է, ես Շազամ եմ անում սաղ։ Հա։ Իմ մոտ էլ է վերջին ավելացրած։ Վերջին ավելացվածը Շազամից է, ես կասեմ, գիտես որը White Lotus երրորդ season-ի soundtrack-ը, որը գնում է Թայլանդը, welcome, ինչ որ ես բացի ուզում եմ գտնեմ։ Բայց ես չէ շապկան։ Հետո լինում է։ Շապկան, դե շապկան ուրիշ բան է, շապկան Հա, իրանք ուրեմն միշտ, սպասի, սպասի, էդի ուղղար, շապկան իրանք նկարել արել են են։ 2 season, մի հատ շապկայի համար երգ։ Ու ֆանատները սաղ սպասում են, որ երրորդ season-ում լնելու է այդ երգը, ու իրանք չեն դրել այդ Այո, երգը, հա։ Ու այո։ լիքը մարդ դիաստապել է, բայց ես չեմ ասում շապկայինը, այս երգը Սպասի նկարեմ։ Made in Thailand։ Վերջինը ինչ եք փնտրել Google-ում, բայց ճիշտն եք ասում, նայում եք ու ճիշտն եք ասում։ Ես Google-ում այսօր փնտրել եմ, որ կորցրած վարորդական իրավունքներս որտեղ կարամ վերականգնեմ։ Մանե երբվում եմ կորցրել էի վարորդական իրավունքս, ու մանեի գալի որտեղ այդ պետք է այդ road police-ը գտա։ Վերջում Երևանում գնացի, ման եկա լիքը հերթեր, գնացի Աբովյանից, Կոտայքի մասնաճյուղից, շատ շնորհակալություն Անուշին, որ օգնեց ինձ եւ ես Կոտայքի մասնաճյուղից վերականգնեցի, բայց Google-ից մեջ հիմա ամենավերջինը այդ է։ Իսկ ոնց նայեմ, ոնց եմ նայել։ Google ունես։ Google ինչ է։ Safari։ History։ History։ Վերջինը։ Ումես ջնջի history-ն նավսյակի նոր։ Ուսես նայ նոր ասա։ Ոնց փոխեմ դոլարը ռուբլիով։ Ռուսաստան ես ուզում գնա։ Չէ, պրոստը այսօր այդ բանին է, որ 110,000 ռուբլիով պետք է առնեի։ Ուզում եմ հասկանալ դոլարով ինչքան է դա։ Գնում ես Ռուսաստան։ Իսկ YouTube-ում ինչ եք փնտրել վերջինը։ Պորտսիգար։ YouTube-ում այսօր ես փնտրել եմ քո աղորթումը, որ պատրաստված գայի։ Իսկ դու մանթ։ YouTube-ում իմ մոտ էլ է վերջինը քոնը։ Ապրեք շատ։ Ital Solar ժամանակն է ստանալ ավելին։ Հիմա խաղում ենք մնջախաղ պանտամիմա։ Так, Ձեզ երկի ֆրազա է, արտահայտությունը ու ամբողջ։ Որը պետքա առանց բառերի ցույց տանք։ Այո, պետքա ֆրազան ցույց տաք Իսկ երգը ներողություն հայերեն է թե ռուսերեն։ հայերեն է, բայց հեչ կարևոր չէ, որ դուք իմանաք երգը։ Կարևորը ամբողջ արտահայտությունը գուշակի։ Ո՞վ է սկսում։ Թող Գրիշը բացատրի։ Այդ դեպքում ուրեմն բառերը ուղղակի գուշակի, մեկնաբանի ընթացքում։ Ես այս երգը գիտեմ։ Որն էր, մի հատ նայեմ։ Ամի ու երգի։ Չգիտի Ես մեկը։ չգիտեմ, մեկը հա, հանգիստ։ Ինչ ուզես կարած։ Բայց կարամ տիպը Հա, կարամ տենց։ Հա, դե հա, բա այլ կերպ ոնց պիտի խաղայի։ սկսենք։ Давай։ Դու մեկնաբանը իրա ցույց տված։ Ես ցույց եմ տալի, դու կարաս ասես, ես կողքից օգնեմ։ Մոտարի մոտ։ Չէ, մի հատ նորից նայ։ Ահա։ Հասա, ինչ։ Մոտարի։ Արա, հա, բայց Դու մոտս արի։ Կամած։ նորից այն ինչ որ ցույց եմ տալի, հնի Ուզում եմ update-ն է։ հիշեմ երգ։ Սպասի, երգ մի հիշի, դու չես իմանում այդ երգը, դու ոչ մի երգ չես իմանում։ Սպասի։ Այսքան ասա։ Դու մոտարի։ Ահա, հիշի։ Սիրտս։ Սիրտս տանք։ Ու սիրտս է ցույց տալի։ Վերջ լավ չբացատրեցիր։ Շատ բացատրեցի։
Ինչ է այդ։ Կապաները ցստա։ Ասա, Ինչ է բացքում դա։ ասա։ Мое сердце слияется. Нет։ Չեմ կարողանում բացատրեմ։ Ապա Ես ինչ մոնը քո ֆանտազիաներ դե բա շատ դժվար է բացի։ Okay։ Դա ինչ է։ Музыка пою. Դա ինչ է։ Музыка пою. Չեմ կարողանում։ Քո Արի ասածով սկիզբը հիշենք ինչ էր։ Ասա։ մոտարի, դու մոտարի, քո համար, Բացի սրտից ինչ է էսի։ սիրտը- Էս ինչ է բացի սրտից։ արա էսի ոնց կարա բացի սրտից։ Բացի սրտից ինքը միտաֆորիչն է, ինչ կարա լինի էս։ Ինչ է էտի։ Чувство։ Հա, ինչ է էտ։ Արա ինչ чувство։ Ասում եմ, անհնար է բացատրել։ Այս դարում ինչ чувство է։ Լավ, էս դարում չէ։ Вообще 15-րդ Հա, դարում։ 10, հա, ասա։ Ինչ է էտի։ Ծամոն կար տենց։ Չեմ Լով։ կարա խոսամ։ Լով։ Չեմ կարա, չեմ խոսամ։ Չգիտես չի սեր այլ կերպ։ Լով, Սերինադաներ։ Լավ չի գուշակում։ Մյուս տողը ասեմ, թե չէ։ Չէ, մեկը չի։ Արա էլ մետ առաջի տող ասա։ Դու Շո պարտվել է, չէ։ Ահա, այդ Դու անգամ ես։ մոտարի ու սիրո Սա սերն է։ Սա բա եթե սիրտը չի, ահա։ то սիրո երկը բեր։ Այդ երկը դու չգիտես, չէ։ Չէ, չգիտեմ։ Դու մոտարի ու սիրո երկը բեր, դու տուր ինձ թռիչքի համար թևեր։ Գիտեմ։ Գիտեի, բարև ձեզ։ Պարտվար, երկու անգամ ես ցույց տալու կոբրան սպասի։ Այսօր կոբրա ես ցույց տալու։ Հեսա տենը ոնց ես հասկանալու ես ես։ Դավայ։ Գիտես դու այդ երկը բայց։ Չէ։ Չես ցույց տալու։ Կուրծքը թե սիրտը, ինչ ես ցույց սիրտը։ Կտրի, հանի դուրս։ Սիրտս հանեմ, տամ քեզ, սիրտս հանեմ։ Սրտիս ալիքները, սրտիս թևերը, սիրտս քամի է, սիրտս բլոկվում է, ինչ է ասա։ Սիրտսը ճիշտ է գոնե։ Հա, որտեղ կուրծքս է արդեն գնում, ըհը, սիրտս, հետո կտրի, սրտիս արյունը, սրտիս թևերը, սրտիս ներարկումը, դավայ, սիրտս։ Հանեմ, սիրտս բացեմ, սիրտս հանեմ, սիրտս գլորվի սիրտս, ինչ սրտիս ալիքները, Չէ, լիժաչի պալիցեյսկի, ինչ ամատաշես, ինչա։ Սրտիս բորձյուրը, ինչա։ Սրտիս ճանապարը, սրտիս ալիքը, սրտիս… Սպասի, սենց ասեմ, սրտիս ճիշտ է, թե սիրտս։ Սրտիս։ Չեմ կարծես քեզ պատասխան։ Ճիշտ է։ Սրտիս, այդից արի, դայ, նորից, սրտիս։ Ինչ։ Yes, սիրտս։ Ընկավ, պոկվեց, թռավ, սիրտս ընկավ սեղանից, ինչ, թռավ, գլորվեց, սիրտս կծվեց, Պատիժի հոտ եմ առնում։ բայց երկու մեկ է մեկը, սրտիս, հատուկ է, նոմը Չէ, շատ ճիշտ է ցույց տալիս։ Ոյ, Հա։ մի հատ էլ, արի հավաքվի նորից, սիրտս, սրտիս, կիսվեց, թռավ, փախավ, հերվացավ, սիրտս հերվացավ, սիրտս հերու է, Ոսում ես երկրորդ տողը ցույց տուր, կարողա գիտի։
Ատա չեմ հավատում։ Երկրորդ տողն եմ ասում։ Հələ նորից ասա։ Ու շատ լավոց։ Ահա։ Սիրտս ընկավ, կորավ, գնաց։ Բայց ինձ այդ պետք չի։ Միակ սիրտս էր։ Ես մտածում էի, որ այդ մեկն էր։ Մտքիս մեջ էր, որ մի հատ էր, մեկն էր։ Ես այդպես էի մտածում։ Սիրտս գնաց, կորավ, սիրտս կորավ, ընկավ, գլորվեց, լողաց, սիրտս լողալով գնաց։ Սիրտս խորտակվեց, սիրտս ինչ է մամա ջան, սիրտս ինչ եղավ սիրտս, խորտակվեց։ Սենց խորտակվեց։ Ինչա։ Չգիտեմ, չեմ հասկանում ես ինչա, այս ինչա, եթե ալիքներ չի, եթե խորտակվել չի, եթե գլորվել չի։ Գլորվել է, խորտակվել, սիրտս խորտակվեց, սիրտս խորտակեցիր։ Հորինում։ Так։ Սիրտս խորտակեցիր, օքեյ է, բայց թռավ անդունդը, թռավ ալիքը, թռավ ծովը, օվկիանոսը, ջուրը, թռավ, ընկավ, փախավ, սայթակեց, մոտոց չգիտեմ։ Ես քեզ Եկեք կհիշեմ։ պատժեք պրծնենք, էլի։ Լավ, ինձ պատժեք, խնդրում ասա ինչ է։ պատժեք, որովհետև երկու մեկ է։ Մեծ խնդրում ասա ինչ է։ Խնդրում եմ, էլի, դուր նայեմ ինչ ասում։ Սիրտս ելավ ափերից։ Արի մի բան մտածում։ То есть դու սենց տարի որ սիրտս ելավ ափերիցը, ես պետք է այսպես ջոգեմ որ սեղանից։ Ելավ, լավ ցույց տվել, ծովներ ցույց տալի, ափներ ցույց տալի։ Մորը վադի, Էսի ինչ է, էսի։ մոր ես վադին եդու ջեսի շումարա։ Սիրտս ելավ ափերից, ասի մի բան մտածեմ։ Всё, ավելի հեշտ է, ես պարտվեմ անտեր։ Դավայ։ Կոբրայի պարոդիան ես անում, խնդրում եմ։ Այդ մեր թմի ամենասիրած բանն է, որ Մանտաշը փակ մեր սաստավի մեջ անում է կոբրայի պարոդիա առաջի անգամ։ Բոլոր էկրանների համար, հատուկ մեր տղեկի համար, որ նայեք Մանտաշը հիմա կոբրայի անելու YouTube-ում։ տարեկան տղամարդ եմ, Դա պետք պարտել ես, բրատ, խնդրում եմ, давайте կոբրա, пожалуйста։ Համե տղեկդ կիմանան։ Որ դու լավ կոբրայի պարոդիա ես անում, չէ, ոչ մեկ չգիտի ես ինչ որ հիմա արնել։ Կոբրա, բրատ, կոբրա։ Առանց հանելու բանը բադալասկեն։ Դա գիտես ինչ է։ Բացահայտումները։ Բացատրեմ, Անտաշը երիտասարդ ժամանակ բայդարկա է պարապել, բայդարկան զարգացնում է այս մկանները։ Ու երբ որ ինքը սենց է անում, այս սենց լայնանում ու դառնում է կոբրայի նման։ Ուրջ ես ասում։ Այո, հիմա բայց ինքը естественно չի անելու այդ Բայց կարող կանգնած անես որ կանգնած անելու։ Ինչ համոզում ես ելը մի հատ։ Չէ, ոչ մեկ չի համոզում, կրվել ես։ Պետք է անես։ Պետք է ան, անում ես, որ հասկանաս ոնց ես անում։ Կանգնած։ Վայ մատար։ Ոյ, давайте գնաց։ Սաղ իր շարժումներով սա։ Երաշտությունը կդնենք։ Կարո՞ղ սմարթ ես արա։ Շատ։ Գնաց։ Всё, merci։ Տղեկը կգնա 100%։ Վայ, ես իշխտալ վերջապես լայն կարաս հանել։ լայն աուդիտորիան տեսավ կոբրան։ Գրիշին ոնց է։ Ասա ինչ անեմ, ախպերս։ Գրիշին ոնց Շատ ես վատ բան չէ, ասա։ Ռամոզում է։ Կոբրե պարաջինջի։ Թո ուրեմն թո մի հատ հարսանիքի բան ասի։ Վստուպլենիա քավորի եւ իրականոց մտնելու։ Ինչ։ Որ քավորն ու կինը մտնում են անուն ազգանուն հորինի, հել պատմի թե դու Ուրեմն ես հիմա երկրորդը վերադարձնելու եմ քո պատիժ ու դու սերիալի դղի բան ես խաղալու, տեսարան ես խաղալու հիմա։ Լսի, ուրեմն դու ամենասակրավենի բանն ես ինձ ասա ես անեմ, ես արել եմ առանց մտածելու։ Այ ինչ, օքեյ, ես դեմ չեմ ախպերս, ինչ ես ուզում անել։ Ասացի քեզ։ Ինչ ես ուզում։ Հելնում ես դիմոնստրացիա ես տալի, ոնց է քավորն ու քավորու կնիկը մտնում են ներս ու դու անուն ազգանուն ես հորինում ով է, երեխեքը ով են։ Ու ոնց ես իրանց ներկայացնում։ Всё։
Иматар. Это не будет смешно. Конференции Это демку. не будет смешно. Это не пусть будет не будет смешно, но это будет тебе պատիժ։ Okay, լավ, ես հարսանիք եմ վարում, Դու պետք է հարսանիք ներկայացնեմ վարող ես։ խավորին եւ խավորի Դու կնոջը։ հարսանիք վարող ես, այո։ Այո։ Դու հիմա ներկայացնում ես Բայց խավոր երկրորդ պատիժը խավորակի։ դնելու է։ Չէ, մենք Այո։ արդեն պայմանավորվել Այո, ենք։ լինելու է։ Այո, լինելու է մատար։ Չի Լավ, դե կարա։ ուրեմն անցած լինի։ Դեմ գիտի ինչ եմ ասելու։ Ուրեմն անցած լինի, եթե դու ես իր կողմից։ Չէ, ես քո կողմից եմ։ То есть մի հատ իրա մի հատին ձուկ всё։ Երկուսը մեկով, ապա մենք կրում ենք։ Մի հատ անում ես ու պրծանք։ Բայց ինչ որ բան եմ ասում։ Բայց երաշտություն բան կդնեք տակը։ Հա։ Տանդարան։ Լուրջ եմ ասում որ տակը։ F1 կդնեմ։ Давай, հա։ Ձենի վրա։ Okay։ Game of Thrones-ից։ Պամ բարար, էդի չէ, դու Pirates of Caribbean։ Նստած կանգնած ինչ ենք անում։ Իսկ մա կանգնած։ Կանոնալ, բայց տենց ով է ներկայացնում խավորին։ Էսա զավա։ Տաներն հարգելի հյուրեր, հարգելի սեղանակիցներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, մենք շարունակում ենք մեր այս շքեղ, գեղեցիկ հարսանիքը եւ եկել է պահը, երբ մենք պետք է ներկայացնենք մեր հարգարժան խավորին եւ ինչու ոչ խավոր կնոջը, Զամբյուղյան ծերունի հասրատին եւ նրա կնոջը Զամբյուղյան Արշալույս Մուկուչևնային, որոնք այսօր ծաղկեցնում են մեր այս երեկոն, որոնք ծաղկեփունջն են այս գեղեցիկ սեղանի եւ ավելի գեղեցիկ են, քան հարսը եւ փեսան, նույնիսկ արսնակույրը եւ ազաբաշին։ Եկեք այս բաժակով խմենք խավորի եւ խավոր կնոջ կենացը, ցանկանանք նրանց լավագույն մաղթանքները, թող նրանք միշտ լինեն անպակաս, ուղակի թող լինեն անպակաս եւ երաժիշտները կծաղկացնեն մեր խավոր, լավ է։ Բրավո, գրի։ Սա ուզածները։ Ես էի ուզում։ Հիմա իմ երկրորդ պատիժը ուրեմն ախպերս։ Քանի որ դու ստիպեցիր, որ ես այս վարեցի եւ խավոր կնոջ մասին ասեցի կենաց, հիմա ես քեզ խնդրում եմ մի հատ արի սենց պատիժ քեզ անենք, պատկերացնենք, որ դու հայկական սերիալում ես խաղում, ու դու տենց կրիմինալնի ավտորիտետ ես, տենց պատկերացրիր, չէ՞, գիտես, այդ սաղ տեսել ես դրանցից։ Խնդրում եմ մի հատ փոքր դրվակ, այ հիմա հորինես, փոքր մի հատ դրվակ խաղաս կրիմինալնի տենց սերիալից, որտեղ դու շատ տենց ավտորիտետ ես, այս ծանր որոգայթոտ դեմք ես, էլի, խնդրում եմ։ Գնաց։ Կներես, պետք է ես օգնեմ, то есть партнер պետք է, թե դու մոնոլոգ է, թե դիալոգ է պետք։ Ինչ պարտներ այս սա։ Դες պատրաստված է։ Всё, կրիմինալնի դետեկտիվ սերիալ, չէ, կրիմինալնի սերիալ հայկական հերոստալիկներով, դու կրիմինալնի ավտորիտետ ես, որոգայթոտ գնաց։ Մյուզիկը կավետացնենք։ Էսի սակո։ Երբ որ Կրասնոդար։ Կներես նորից խնդրում եմ չեմ ցույցով։ Որ Կրասնոդար գնաց նորից, գնաց։ Էսի սակո։ Երբ որ Կրասնոդար։ Ես ու դու հեծանիվի խանութ ունենք։ Ես այդ վաղ քեզ չեմ ասել։ Ինչ հնչից հետո է։ Ասում ես սակո։ Բայց այսօրվա դրությամբ արտակն էլ է հետ եկել։ Ու ես քեզ ասեմ Միլան էլ իմ հետ է մնացել միջև վերջի խազ։ Միլան։ Այսքան վաղտ Միլան քո հետ է մնացել։ ես եմ քեզ ասում։ Այ հիմա լացի, սկսի լացել։ Կարաս։ Մի հատ ներքև նայ ու արցունքներով սկսի։ Միլան քո հետ է մնացել։ Կրասնոդար։ Ախ, Աստված։ Ինչի համար։ Աստվածին հիշեցին հիմա։
Ես էի ուզում։ Այա, բրեզնավ։ Այս վերջի պրեժոկը վերջի ասոցիացիայում հիմա Վայ մոտ Այ դի կարոջարկ է ստանալու ես այնպես է դու Լավ է։ ընտիր Մերսի շատ որ եկար Քեզ մերսի շատ։ Շատ ուրախ եմ, Հուսով եմ որ- չենք հիասթափեցրել Չէ, քեզ։ չէ, իհարկե ոչ, ես ես էլի եմ սպասելու Լուր։ Ես առանց մանտաժ կգամ, Զադոյանի կբերեմ։ Այնպես Դավաճանը սենց է, ընտանիքից է։ Շատ շնորհակալ եմ որ եկաք շուշու տարի Հայաստան Դե ես էլ որ երկար վախտով եմ եկել։ 48 սերիա ունի, էլ ստեղ։ Մենք ձեզ միշտ սպասում ենք հենց այնպեսում ու չմոռանաք նաև բաժանորդագրվել, լայքել եւ կոմենտներ գրել, որովհետեւ մենք կոմենտները կարդում ենք ու հետեւում ենք քանի բաժանորդ է ավելացել։ Սա YouTube-ն է։ Հաստատ Ամերիկայում երեխեք հետ խաղացած։ Չէ, ինքը գլենդելու ապրենք, չգիտի։ Լավ, շատ օրիգինալ բան է սա։ Մենք քո երևակայության մի հատ ապացուցի որ դու ես գրում քո կատակները։ Չէ, այդ անհնարին է, այդ անհնարին։ Սա գարիկներ գրում։ Պապոյան բայց։ Ախպեր, դու պետք է մտածես, մտածի, ես քեզ մտածեմ պատիժը։ Ես կոբրան մտածելի։ Դե բայց ես այդպես դաժան չեմ քո նկատմամբ ոնց որ Ինչ ես ուզում։ Ոչ մտածում։ Ուզում եմ փախնի։ Մանրից ուզում եմ տրնի։ Հա բայց էջի պատիժ չի մի րոպե, ընկեր։ Բա, սա ինչ Դե է։ ասա։ Սպասի, դու դες լավ չես պրսնի։ Ես Գրիգոր Գասպարյանն եմ, դուք դիտում եք հենց այնպես շոուն։ Ես Գրիգոր Գասպարյանն եմ։ Նորից ասա, խնդրում եմ, չեմ ընտատում, ասա։ Տենց ավարտի, խնդրում, դավայ։ Ես Գրիգոր Գասպարյանն եմ, դուք դիտում եք հենց այդպես շոու։ Բայց դա քո անունով ունենամ էլի։ Երկրորդ անգամ ենք նկարում։ Եվ ես Կարեն Մանթաշյանն եմ։ Եվ մենք դիտում ենք Մանեի շոուն։ Տարբեր։ Կոբրա։ Всё, Մերսի շո։ Մերսի շոտ։ Ձեզ մերսի ցավոք տանեմ։ Շատ։ Էս ինչ է։ Ինչ էիք դե։ Աճեր մնաց։